Ձեզ շնորհակալ ենք, որ համաձայնեցիք այս եթերին, տարվա մեր առաջին եթերն է եւ այսպես տարին սկսել է բավականին լայնամասշտաբ զարգացումներով։ Ես կուզեմ, քանի որ Իրանը մեր բնական եւ հարևան դաշնակիցն է, սկսենք Իրանում տեղի ունեցող զարգացումներից։ Իրանի բազմաթիվ քաղաքներում եւ նահանգներում բողոքի զանգվածային ակցիաները շարունակվում են։ Իրանի քաղաքներում ցուցարարները փոխում են փողոցների անունները, գրելով Թրամփ անունը։ Սրան զուգահեռ իրանցիները այրում են Իրանի Իսֆահանում իրանցիները այրում են Իրանի դրոշները։ Երեք ցուցարարները շարժվում էին մինչև անգամ խորհրդարանի շենք։ Այս ամենը հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Ինչ է տեղի ունենում այնտեղ, ինչ զարգացումներ են սպասվում եւ Իրանում այս լարվածությունը ինչի կհանգեցնի եւ դա ինչ անդրադարձ կունենա մեզ վրա։ Համեցեք։ Նախ սկսենք նրանից, որ այն ինչ կատարվում է Իրանում, հետո Վենեսուելային իհարկե կանցնենք, բայց այն ինչ որ կատարվում է Իրանում, դա նույն, այսպես ասենք, Վենեսուելայի շարունակությունն է կամ նույն բանն է, ուղղակի մեր տարածաշրջանում։ Որպեսզի հասկանանք ինչ է կատարվում, մի փոքր նախաբան։ Ուրեմն ԽՍՀՄ փլուզումից հետո Միացյալ Նահանգները որոշեցին, որ միակ գերտերությունը իրենք են արդեն մնացել եւ այդպես էլ կար։ Եվ իրենք միջազգային իրավունքի փոխարեն աշխարհում սահմանեցին իրենց սեփական կանոնները։ Ասին վերջ։ Մենք ենք ուժեղը, մենք ինչ ասենք, այդպես է պետք է լինի։ Ինչ միջազգային իրավունք, ինչ բան։ Եվ ինչ ուզում անում էին, որտեղ ուզում մտնում էին, ուզում ռմբակոծում էին, որտեղ ուզում իշխանություն էին փոխում եւ այլ եւ այլն։ Այն ժամանակ Ռուսաստանը թույլ էր, չէր կարող դիմադրել, չնայած որ իր կեցվածքով, հայտարարություններով այն ժամանակ էր նույն կարծիքին, բայց այն ժամանակ ռեալ ոչ մի բան չէր կարող անել։ Հետո երբ Ռուսաստանը սկսեց ոտի կանգնել ավելի, ասաց, չէ, աշխարհը այդպես չի կարող լինել ինչ որ մեկի կանոններով, պետք է լինի միջազգային իրավունքով, ՄԱԿ-ի կանոնադրություն, մի խոսքով այն ամենը, ինչ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվել է, որտեղ այդտեղ կա կարգ ու կանոն։ Այսինքն միջազգային իրավունքով դու աշխարհը պահում ես կարգ ու կանոնի մեջ, կայունության մեջ։ Եթե մի պետության կանոններն են գործում, դա արդեն վերածվում է քաոսի, եւ այդ քաոսը կառավարում է նա, ով այդ կանոնները սահմանում է, տվյալ դեպքում ուրեմն Միացյալ Նահանգները։ Ու Ռուսաստանը սկսեց այդ սկզբունքով, այսինքն միջազգային իրավունքի գերակայության հաստատման սկզբունքով, որ եւ այդ սկզբունքներից հիմնարար սկզբունքներից մեկը պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքն է։ Այսինքն պետությունները ինքնիշխան են եւ որևէ մեկը իրավունք չունի խառնվել պետությունների ներքին գործերին։ Եվ այդ սկզբունքի հիման վրա Ռուսաստանը կամաց-կամաց ոտի կանգնելու հետ միասին սկսեց միավորել տարբեր պետությունների, որոնք որ իրանց վրա զգացել էին, թե նախկինում արևմուտքի գաղութ լինելը ինչ է նշանակում, եւ թե ներքին գործերին խառնվելը ինչ է նշանակում։ Եվ այդտենց պետությունները սկսեցին միավորվել Ռուսաստանի շուրջ, տեսնելով իդեմս Ռուսաստանի պետության, որ իզորու է այդ կանոնների վրա, ինչ որ մեկի կանոնների վրա հիմնված համաշխարհային դրվածքը փոխել եւ վերադարձնել այն միջազգային իրավունքի տիրույթ, որտեվ եթե Միացյալ Նահանգները որոշում են խաղի կանոններ, նշանակում է իրենք են որոշում, օրինակ Չինաստանը կզարգանա թե չի զարգանա, չգիտեմ, Ռուսաստանը կզարգանա թե ոչ, Հնդկաստանը եւ մյուսները կզարգանան թե ոչ։ Բնականաբար այդ պետությունները իրենք էին հոգնել էին այդ ամեն ինչից, այդ ստորադասի գաղութի կարգավիճակից եւ սկսեցին միավորվել Ռուսաստանի շուրջ։ Իհարկե իրենք ընդունակ չէին ձեռնոց նետել Միացյալ Նահանգներին, բայց Ռուսաստանը ընդունակ էր եւ նետել է եւ իրենք դրա այդ հույսով էլ անում են։ Հիմա Միացյալ Նահանգները այդ ապստամբությունը, որը Ռուսաստանն է գլխավորում, ուզում են ճնշել։ Այսինքն այն պետություններին, որոնց միավորում է Ռուսաստանի հետ իրական ինքնիշխանություն ունենալու գաղափարը եւ միջազգային իրավունքին վերադառնալու ձգտումը, այդ ճամբարը Միացյալ Նահանգները ուզում են քանդել։
Այսինքն Չինաստանի կարող է Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը եւ մյուս պետությունները իրար հետ ինչ որ հակասություններ ունենան, ինչ որ հարցերում։ Բայց մի բանում իրենք միասնական են, որ մեկ պետության գերիշխանություն եւ կանոններ չպետք է լինի։ Հետևյալ դեպքում դա Միացյալ Նահանգներին է վերաբերվում։ Հիմա ԱՄՆ-ն ուզում է ճամբարը քանդել, այսինքն հնարավորինս շատ պետություն դուրս բերել Ռուսաստանի կողմից բարձրացված այդ ապստամբությունից։ Այսինքն կոպիտ ասած, որ Չինաստանը հետ քայլանի, ասի վերջ ես էլ այդ ապստամբության մեջ չեն մասնակցում, Հնդկաստանը, Իրանը, մյուսները։ Դրա համար Ռուսաստանի նախագահը գնում է ամբողջ աշխարհով շրջում է, այս վերջերս Հնդկաստան գնաց եւ նախապատրաստում է այդ պարզ ասած այդ ապստամբությունը, ազգային ազատագրական պայքար, ինչպես ինքն է ասում։ Եվ այդտեղ բնականաբար խոսում են, թե որ պետությունը համաշխարհային կարգ ու կանոնի վերականգնումից հետո որ պետությունը ինչ դեր է ունենալու համաշխարհային կառավարման մեջ։ Հիմա այդ պետությունները դերը չունեն, որովհետև այդ դերը ստանձնել է ԱՄՆ-ն։ Ասում է ես եմ այդ դերը, ես եմ կանոնը, ես եմ օրենքը, ես ինչ ասեմ, այդպես է պետք է լինի։ Եվ հիմա Իրանում կատարվող իրադարձությունները եւ Վենեսուելայում նույն աղբյուրից են գալիս։ Այսինքն ԱՄՆ-ն փորձում է այդ պետություններին ծնկի բերել եւ իրենց դուրս հանել Ռուսաստանի ճամբարից, որը հիմնված է ԱՄՆ գերիշխանությունից ազատվելու վրա։ Հիմա այլ հակասություններ իրենք ունեն չունեն, այլ հարց է, դա ապագայում մրցակցություն կունենան իրենք բնականաբար։ Բայց հիմա գեր նպատակը այդ գերիշխանությունից ազատվելն է։ Հիմա Իրանում ինչ որ կատարվում է, երևում է, որ ԱՄՆ ազդեցությունը Իրանի ներսում բավական մեծ է, սեպարատիզմի, հատկապես սեպարատիզմի գծով, այսինքն օղակները ինքը ունի, որոնք կարողանում են ապակայունացնել ներսում, ասել, որ Իրանը արդեն ընկել է, ճիշտ չի, բայց ասել, որ հաղթել է, եւս դեռ ճիշտ չի։ Տեսնենք ինչով կավարտվի, դե հույս ունենանք, որ միասնական իշխանությունը այնտեղ կպահպանվի եւ Ռուսաստանին դա ձեռնտու է, որ բոլոր երկրներում պահպանվի կարգ ու կանոնը, օրենքը եւ այդ պետությունները չապակայունանան։ Իսրայելն էլ այս տարեսկզբին այդպես հայտարարեց, որ երկաթե հարված օպերացիան իրենք արդեն մշակել են եւ առաջիկա օրերին այդ հարվածը կլինի Իրանի վրա, ինչ սպասել Իսրայելից այս փուլում։ Հավանականությունը կարծում եմ մեծ է, որ կլինի, փոքր չի ամենայն դեպս, որովհետև եթե Վենեսուելային հարվածեցին, ու չնայած դա հարվածել ասելը այդքան էլ ճիշտ չի, ուղղակի այտենց մտան, գողացան, ըստ երևույթի ներքին ինչ որ նաև դավաճանության հետևանքով, այդ նշանակում է, որ ԱՄՆ-ն չի կանգնելու, ինչի պետք է կանգնի։ Եթե այնտեղ հարվածեցին, ուրեմն Իրանին է կհարվածեն։ Վաղը մյուսօր կարող է եւ օրինակ նույն Հնդկաստանի վերաբերյալ նկատմամբ էլ ինչ որ գործընթացներ սկսեն, որտեվ Հնդկաստանը կարևոր օղակ է այդ Ռուսաստանի կողմից բարձրացված ապստամբության մեջ կարևոր օղակ է ինքը հանդիսանում, որտեվ Հնդկաստանը ինքը երևի բոլորից լավ գիտի աշխարհում ինչ է նշանակում գաղութ լինել։ Դե բրիտանական գաղութատիրության ժամանակները լավ հիշում են իրենք։ Միլիոններով կոտորվել են, թալանվել են եւ այլ, այսինքն այդ առումով բոլորն էլ այդ հարվածը ստանալու են։ Այսինքն ԱՄՆ-ն ասում է Ռուսաստանին, որ այն ինչ որ դու ուզում ես կառուցես, վերադառնաս միջազգային իրավունք եւ այլ, չի լինելու, ասում է ես իմ կանոններով եմ շարժվելու, ինչ կուզեմ, որտեղ կուզեմ կանեմ եւ տվյալ դեպքում Վենեսուելայում արեց։ Իրանում էլ այդ գործընթացը ոնց որ ընթացքի մեջ է։ Այնպես որ այս տարի Ռուսաստանի նկատմամբ
ճնշումը եւ ուժային մեթոդները էապես աճելու են, պատահական չի, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայում Զելենսկու գրասենյակի ղեկավար նշանակեցին Կիրիլ Բուդանովին, որը մինչ այդ ռազմական հետախուզության, եթե չեմ սխալվում, պետն էր, որը հատուկ ուժային օպերացիաների կազմակերպման պատասխանատուն էր։ Նաև մտցրեցին իրեն Միացյալ Նահանգները մտցրեցին անվտանգության խորհրդի կազմ։ Ինչու, որտեվ 26 թվին այս տարի արդեն Ռուսաստանի նկատմամբ ուժային ճնշումը մեծացնելու են։ Սրանից հետևություն, որ հետխորհրդային տարածքում հակառուսական քարոզչական տեղեկատվական դրսևորումները էապես աճելու են 2026 թվականին։ Այսինքն Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ն մեծացնելու է ուժային եւ տեղեկատվական ճնշումները։ Ռուսաստանն էլ իր հերթին նախապատրաստվում է հակահարձակման։ Այսինքն այնտեղ որոշակի ներքին կադրային փոփոխությունից հետո Ռուսաստանն էլ եւս դրան նախապատրաստվում է։ Բայց Տրամպը այստեղ ասեմ, որ ինքը որոշակի չափով կրկնում է Քենեդու սխալները, երբ որ Քենեդին 1961-62 թվականներին, երբ որ Կարիբյան ճգնաժամը եղավ 62 թվականին, նա շանս ուներ պայմանավորվել խորհրդային միության հետ, որպես հավասարի, Քենեդին այդ շանսը բաց թողեց, հասցրեց իրավիճակը միջուկային ճգնաժամի եւ միջուկային ճգնաժամից հետո արդեն ինչպես ժողովրդական լեզվով են ասած, խայտարակ ձևով հետ քայլ արեց։ Հիմա Տրամպը կարծես թե ուզում է կրկնել Քենեդու ճանապարհը։ Կարծիք կա, որ Քենեդու սպանությունը հենց դրա համար է եղել, որ նա հասցրեց ճգնաժամի եւ, այսպես ասենք, ԱՄՆ դիրքերի էական կորստով հետ քայլ արեց։ Այսինքն կորուստը ԱՄՆ դիրքերի այն ժամանակ էլիտայի կողմից ԱՄՆ չներվեց իրեն։ Հիմա Տրամպը կարծես թե ուզում է գնալ այդ ճանապարհով եւ այսպես ասենք փորձում է ուժային մեթոդներով Ռուսաստանի շուրջ օղակը սեղմել։ Դե սա արդեն Քենեդու ճակատագիրն է ուզում երևի կրկնել, չգիտեմ ինչ է ուզում անել, բայց ես կարծում եմ, որ ԱՄՆ Ռուսաստան հակամարտությունը հասնելու է պիկին, գագաթնակետին, առանց միջուկային ճգնաժամի, դեռ չգիտեմ ինչ տեսքով, բայց կարծում եմ արդեն չի ստացվի, եւ այդ ճգնաժամի արդյունքում ԱՄՆ-ն հետ քայլ կանի։ Ես ինքս չէի ուզենա, որ հասցնել նրան, որ ԱՄՆ-ն հասցնին այդ ճգնաժամի, հետո նոր հետ քայլ անի։ Լավ կլինի, որ շուտ անի ավելի։ Կարծում եմ Ռուսաստանը շուտով կստիպի ԱՄՆ-ին այդ հետ քայլը անել։ Բայց մինչ այդ ուժային բաղադրիչը Ռուսաստանի նկատմամբ էապես աճելու է աշխարհում եւ հետխորհրդային տարածքում։ Վենեսուելային համատեքուն գանք գովանալ սկեփ եւ ժողովրդավարություն եւ զարգացման արժեքներ, նախին չունեք ասելու այդ կերպավորների, երկրորդը նաեւ այս նախադեպը որ կա, տեսեք, բան Այվազյան, սա մի քիչ տարօրինակ է, չէ՞։ Դա ձևերը որ կան, այսպես է ամեն ինչ, Ռուսաստանը կամ այս Պուտինը մինչև համարյա Կիև է հասնում, այս ձևերը հնարավոր չէ իրարը։ Դե Միացյալ Նահանգների գործողությունները դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, դա իրենք խախտում են։ Միջազգային իրավունքը կներեք ցույց տվեց, որ թքած ունի այդ խախտումների վրա, իրենք չեն տեսնում, չեն լսում։ Դե այո, Իրենք կրողն են այդ ամեն ինչի։ դե խախտում է, իրենք իրենց կանոններով են առաջնորդվում։ Հարցն է, որ Ռուսաստանը չի կարող նույն ձևով անել։ Ինչու, որովհետև նախ ինքը այդքան ռեսուրս չունի, զուտ դոլար չի տպում։ Դե Կիև հասնելը դա այդքան էլ այդքան էլ ծանրակշիռ չափանիշ չի, որովհետև այնտեղ
ասպես ասենք, այլ հարցեր կան, ներքին եւ արտաքին այլ պայմաններ կան եւ այլ գործոններ կան, որոնք պետք է հաշվի առնել։ Միայն Կիև հասնելով չի։ Այսինքն դու հասար մի բանը վերցեցիր, հետո պետք է կարողանաս դա պահել։ Այսինքն Ռուսաստանը չի կարող նույն ձևով անել, ինչ որ ԱՄՆ-ն է անում։ Ինչու՞, որովհետև Ռուսաստանը հենց այդ սկզբունքի հիման վրա է աշխարհը միավորում իր շուրջ, եւ պետությունները ձգտում են դեպի Ռուսաստան, նույն Հնդկաստանը, Չինաստանը, ինչի, որովհետև ամբողջ կյանքը իրենք տեսել են արևմուտքի միջամտությունը իրենց ներքին գործերին, որը իրենց բերել է կորուստներ, զոհեր, եւ չեն կարողանում նորմալ զարգանալ։ Սանկցիաներ եւ այլ եւ այլը։ Հիմա Ռուսաստանը ասում է պետություններին, ասում է ես այդպես չեմ գործում։ Եկեք միավորվեք իմ շուրջ, ես կօգնեմ ձեզ, ձեր հետ միասին, որպեսզի վերականգնենք կարգ ու կանոնը, որ չլինի ինչ որ մեկի կանոններով, լինի միջազգային իրավունքով։ Եթե Ռուսաստանը սկսի փորձի գործել այնպես, ինչպես ԱՄՆ-ն է գործում, Ռուսաստանի կողքը ոչ մեկ չի կանգնի։ Այնա ԱՄՆ-ն նույն ձևով անում է, ինչի է պետք Ռուսաստանի կողքը կանգնել, եթե Ռուսաստանը նույն ձևով անի, ինչ որ ԱՄՆ-ն է անում։ Բայց հենց այնպես ԱՄՆ-ն չի հրաժարվի իր համաշխարհային գերիշխանությունից եւ այդ իր կանոններով գործելու սկզբունքներից։ Իրեն պետք է ուժով ստիպել, ԱՄՆ-ն պետք է վախենա։ Դրա համար էսկալացիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև պետք է հասնի գագաթնակետին։ 1962 թվականին, որպեսզի ԱՄՆ-ն հետ քայլ աներ, պահանջվեց միջուկային ճգնաժամ, պահանջվեց, որ ասենք ԽՍՀՄ հրթիռները հասնեն Կուբա եւ այնտեղից սպառնան ԱՄՆ տարածքին։ Դե հետեւաբար առանց ուժի Միացյալ Նահանգները հետ քայլ չեն անելու, հետեւաբար մեզ սպասվում է ԱՄՆ Ռուսաստան շեշտակի էսկալացիա եւ միջուկային ճգնաժամ։ Նոր այդ ժամանակ ԱՄՆ-ն հետ քայլը կանի։ Իսկ մինչ այդ բնականաբար ԱՄՆ-ն ձգտելու է տարբեր վայրերում աշխարհի տարբեր առիթներով Ռուսաստանին հարվածել։ Եվ այդ հարվածների հետևանքները զգալու են տարբեր երկրներ իրենց մոտ։ Այդ թվում նաև Հայաստանը։ Ռուսաստանը ունի որոշ խնդիրներ լուծելու, ներքին կադրային փոփոխություններ պետք է արվեն։ Այնտեղ կադրային բազա է ստեղծվում եւ փոխվում, այսինքն հատուկ ռազմական օպերացիան անցած սպաները պատրաստվում են կառավարչական պաշտոնների եւ պահը կգա եւ շատ արագ այդ փոփոխությունները կարվեն։ Այդ բազմաբևեր աշխարհ, որ ասում են, դա ուղղակի հայտարարություններով չի լինելու։ Դա լինելու է ԱՄՆ գերիշխանության տակ գտնվող համաշխարհային համակարգերի եւ ինստիտուտների կամ բարեփոխումով կամ այլընտրանքային ինստիտուտների ստեղծումով։ Այսինքն այդ ինստիտուտները գործում են ԱՄՆ կանոններով։ Ռուսաստանը ասում է, չէ, այդ կանոններով ես էլ չեմ գործելու, կամ դա բարեփոխում ենք, որ ծառայի բոլորին հավասարաչափ, կամ ես ստեղծում եմ իմ սեփականը, իմ դաշնակիցների հետ։ Պարզ է, որ ԱՄՆ համար դա ամենամեծ սպառնալիքն է։ Ինքը բնականաբար դրան ամեն ձևով խանգարելու է։ Դե հետևաբար, ուրեմն առանց լուրջ միջուկային էսկալացիայի այս ճգնաժամը համաշխարհային չի հանգուցալուծվելու։ Ուրեմն 26 թիվը Ռուսաստանի համար լինելու է մեծ հակահարձակման անցնելու նախապատրաստական փուլ։ Այս տարի համապատասխան փոփոխություններից հետո Ռուսաստանը այդ քայլին դիմելու է, որովհետև դե արդեն երևում է, որ այլ երկ չկա, այսինքն ԱՄՆ-ն ուղղակի հորդորներով հետ քայլ չի անում։ Ինչքան գնաց, հասավ Ալյասկա Պուտինը, փորձեց այնտեղ համոզի, ինչ որ լավ բաներ ասեց, Տրամպի հասցեին, դե չի համոզվում։ ԱՄՆ-ն ոչ մեկ իր գերիշխանությունից հենց այնպես չի հրաժարվում։ Իրեն պետք է ուժով ստիպես։ Ուրեմն մենք պետք է ականատես լինենք այդ իրենց միջև ուժային այդ հանգուցալուծմանը։ ԱՄՆ-ն հետ քայլ է անելու, ուզած թե չուզած, ուղղակի ինչքան շուտ անի եւ ինչքան
կամավոր, այնքան ավելի լավ։ Որտեվ ԱՄՆ-ը համար Նյու Յորքը ավելի թանկ է, քան Կիևը, Երևանը, չգիտեմ, Ալմատին եւ մյուս մայրաքաղաքները միասին վերցրած։ Երբ որ օրինակ Ռուսաստանը վերադառնա միջուկային զսպման սովետական տարբերակին, երբ որ ԱՄՆ-ում գիտեին, թե քանի հրթիռ կա ուղղված Նյու Յորքի վրա, օրինակ, կոնկրետ կոորդինատներով, այն ժամանակ այդպես էր գործում։ ԱՄՆ հրթիռները ԽՍՀՄ-ի վրա են, ԽՍՀՄ հրթիռները ԱՄՆ-ի վրա։ Եվ որպեսզի հանկարծ պատահականություններ չլինեն, իրենք պայմանավորվում էին, որ միմյանց կարմիր գծերը չեն անցնելու աշխարհում տարբեր կետերում։ Սահմանել էին միմյանց նկատմամբ կարմիր գծերը եւ չէին անցնում։ Քանի որ 94 թվականին Ելցինը իր ստորագրած փաստաթղթով այդ կոորդինատները ռուսական հրթիռների վրայից հանեց, հետո միջուկային դոկտրին փոխվեց, որը դարձրեց Ռուսաստանին, ասես ասենք, խոցելի այդ առումով։ Հետո Պուտինը 24 թվականի վերջին դոկտրին էլի դոկտրինը փոփոխություն արեց դոկտրինում միջուկային, որը դիրքերը բարելավեց Ռուսաստանին, բայց ոնց որ երևում է այդ քայլն էլ ԱՄՆ-ին այդքան էլ չհամոզեց, եւ դա ամենը չէր, ինչ որ Ռուսաստանը կարող աներ։ Դե ուրեմն չի համոզվում, ուրեմն կհամոզվի, երբ որ Ռուսաստանը կվերադառնա միջուկային զսպման սովետական տարբերակին։ Դե տեսնենք այդ ժամանակ ինչ են անելու։ Մի դեպք տենց եղել է 2018 թվականին Միացյալ Նահանգներում։ Ուրեմն նահանգներից մեկում հատուկ համակարգ կա, որը բալիստիկ հրթիռների դեպքում, երբ որ գալիս է ԱՄՆ վրա, սկսում է բնակչությանը նախազգուշացնել։ SMS-ներ է ուղարկում, հեռուստաընկերություններով հաղորդագրություններ է սկսում երևալ, ազդանշաններ է տալիս եւ այլն։ Եվ այդ համակարգը բարբերաբար փորձարկվում է։ Մի օր պետք է փորձարկեին տեստային ռեժիմում։ Այդ աշխատող առավոտյան եկել է աշխատանքի, չգիտեմ, գլուխն է ցավացել, վատ ազգացել, ինչ արել, եւ տեստային ռեժիմի փոխարեն միացրել է մարտական ռեժիմը։ Եվ մոտ մի ժամ այդ տարածքի ժողովուրդը SMS-ներ է ստացել եւ հեռուստաընկերություններով հաղորդագրություններ, որ բալիստիկ հրթիռ է գալիս։ Դա ամերիկյան մամուլը տպում էր այն ժամանակ ոնց է եղել։ Սկսել են գրասենյակներից փախնել, արագ են քշել դեպի բունկերներ, միջադեպեր են եղել, մարդիկ են, չգիտեմ, պատուհաններից գցվել, որտեղ էսա հրթիռները գալիս են։ Այսինքն այդ 1962 թվից այդ հիշողությունը կա ամերիկացիների մոտ։ Տասնյակ հազարներով բունկերներ են սարքել միջուկային պատերազմի համար։ Իրենք վախում են այդ պատերազմից։ Իրենք չեն ուզում այդ կոմֆորտ վիճակը կորցնեն։ Բայց ոնց որ տեսնում եմ, ստիպված մի օր այդ օրը գալու է, ես չեմ տեսնում քայլեր, որ ԱՄՆ-ն ասի լավ, որպեսզի այդ հանգարց այդ պանիկան չլինի ԱՄՆ ներսում, ես Ռուսաստանի հետ նստեմ հավասարի խոսեմ։ Դե հիմա չի ուզում, ուրեմն ստիպված պետք է ավելի կոշտ մեթոդների դիմի։ Խաղացեք Ռուսաստանի հետ, ինչպեսի հրապարակում որ անում է Մեդվեդևը։ Մի անգամ Մեդվեդևը հələ Բայդենի օրոք էր ասաց, երբ որ 91 թվականին Սառը պատերազմում ԱՄՆ-ն հաղթեց, իրենք որոշեցին, որ իրենք վերջնական հաղթել են։ Նա ասաց, որ դա սխալ ընկալում է իրենց կողմից եւ իրենք պարտության շեմին են։ Ինչ ասել է պարտության շեմ։ ԱՄՆ-ն բազում խնդիրներ ունի, ներքին եւ արտաքին։ Այդ խնդիրները պահվում են, խնդիրները լայն տարածում չեն ստանում եւ չեն բերում ԱՄՆ պետության փլուզմանը, որովհետեւ ԱՄՆ-ն ուժային մեթոդներով դա պահում է։ Ռազմական բյուջեով, ներքին ոստիկանական միջոցներով եւ այլ մեթոդներով։ Բայց հերիք է ԱՄՆ իշխանությունը, իշխանության հեղինակությունը աշխարհում եւ իր ներսում խաթարվի, այդ պետությունը փլուզվելու է ավելի վատ ձևով, քան փլուզվեց ԽՍՀՄ։ Բայց Ռուսաստանը չի ուզում դրան հասցնել, որտեղ այդ պետության փլուզումը
ընդհանուր առմամբ ցնցում ալինելու աշխարհի համար։ Դե հետևաբար փորձում է պայմանավորվել ավելի մեղ միջոցներով, բայց ոնց տեսնում եմ ԱՄՆ-ն դրան չի համաձայնվում։ Իհարկե չեմ ասում, որ հաստատ կարող է եւ միջև վերջ չհամաձայնվել, բայց տվյալ դեպքում ինչ կատարվում է Վենեսուելայում եւ Իրանում, փորձում է ուժային մեթոդներով Ռուսաստանին ճնշել։ Ռուսաստանն էլ որ գնա Ուկրաինայում հրադադարի, ՆԱՏՕ-ն էլ զորքեր մտցնի Ուկրաինա եւ սկիզբ դնեն Ռուսաստանի փլուզման համար։ Դե Ռուսաստանը բնականաբար չի կանգնացնելու պատերազմը, Ռուսաստանը վերցնելու է ողջ Ուկրաինան, մի մասը կմտնի որպես իր տարածք, իր կազմ, մյուս մասի վրա կսահմանվի արտաքին կառավարում։ Այդպես, այսինքն այն կանխատեսումները, որ կարող է Ռուսաստանը, չգիտեմ, Դոնբասը վերցնել, դա փոխարինել Վենեսուելայի հետ կամ չգիտեմ ինչ որ մեկի հետ, այդպեսի բան չի լինելու, Ռուսաստանը իր տարածքը չի պատրաստվում որևէ մեկի հետ փոխանակել։ Ուկրաինան իր տարածքն է, միջազգային իրավունքով է իր տարածքը, որտեվ ինքը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել, ԽՍՀՄ օրենքներով դուրս է եկել պարտավորվելով, այսինքն Ռուսաստանը համաձայնվել է Ուկրաինայի անկախությանը այն պայմանով, որ Ուկրաինան լինելու է չեզոք պետություն։ Ուկրաինան խախտել է դա, հետևաբար միջազգային իրավունքով Ռուսաստանը իրավունք ունի Ուկրաինան հայտարարել սեփական տարածք։ Եվ կարծում եմ հեռու չի այն օրը, որ դա լինելու է այդ նոր Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահին, այ նոր որ նշանակվել է, հիշեք, ես կարծում եմ նա առանցքային, հնարավոր է առանցքային դեր ունենա Ուկրաինայի ճգնաժամի լուծման հարցում, որտեվ վերջի վերջո բոլոր հակամարտությունները լուծվում են իրավական հարթության վրա։ Նույնիսկ Գերմանիան կապիտուլյացիայի ակտը ստորագրեց թղթի վրա։ Այսինքն վերջում իրավական լուծում է ստանում, այնպես որ դա էլ է իրավական լուծում ստանալու։ Բայց մինչ այդ մենք տեսնելու ենք էսկալացիա, եւ մենք զգալու ենք նաեւ այդ էսկալացիայի դրսևորումները մեզ վրա։ Հյուսային Կորեա, Ռուսաստան։ Դե նավթը իհարկե ինչ որ նշանակություն ունի բնականաբար, բայց ոչ առաջնային։ Առաջնայինը ասացի որն է ճնշել Ռուսաստանի ապստամբությունը եւ Ռուսաստանին իր այդ ապստամբության մեջ թողնել մենակ։ Սա է հիմնականը։ Ես համաձայն չեմ այն կարծիքների հետ, որ Միացյալ Նահանգները խնդիր ունեն Ռուսաստանին տնտեսապես ոչնչացնել, կարիք չունեն ոչնչացնելու մի տնտեսության, որը սնում է Միացյալ Նահանգներին։ Չինաստանը այսօր ունի արժութային ռեզերվների ամենամեծ պաշարը 3.3 տրիլիոն դոլար։ Այս են ռեզերվներն են, որոնք գողացան Ռուսաստանից, մի քանի 100 միլիարդ գողացան։ Այսինքն այս ռեզերվները քոնն են, բայց դու չես կարող դրանք օգտագործել, թվում է թե քոնն են։ Այսինքն այդ ռեզերվները Չինաստանը հետ չի ստանալու երբեք։ Ինքը իրավունք չունի այդ ռեզերվները, ասենք, օգտագործել տնտեսական թռիչքաձև աճ ապահովելու համար։ Անցած տարի այդ ռեզերվները Չինաստանի մոտ աճեցին 137 միլիարդով։ Այսինքն 1.5 միլիարդ մարդ աշխատել է, որ 137 միլիարդով հարստացնի Միացյալ Նահանգներին։ Ինչի՞ պետք է Միացյալ Նահանգները ծնկի բերի մի տնտեսության, որը օդից իրեն փող է բերում։ Այդ ռեզերվների երեսը Չինաստանը չի տեսնելու։ ԱՄՆ-ն պարզ է, որ չի պատրաստվում 3.3 տրիլիոն դոլար հետ տա Չինաստանին, որտեղ այդ ռեզերվները գտնվում են ԱՄՆ կողմից վերահսկվող համաշխարհային ֆինանսական համակարգի մեջ։ Եվ հենց այդ համակարգն է ուզում Ռուսաստանը փոխել, որտեղ ինքը արդար համակարգ չի։ Հիմա Չինաստանը 1.5 միլիարդ մարդ աշխատում է, որ կերակրի ԱՄՆ բյուջեին։ Ինչի՞ պետք է ԱՄՆ-ն Չինաստանին ծնկի բերի։ Այլ հարց,
որ ԱՄՆ-ն ուզում է ճնշում գործադրել Չինաստանի վրա, որ նա հետ քայլ անի եւ հրաժարվի մասնակցել Ռուսաստանի կողմից բարձրացված այդ ապստամբությանը։ Այո, դրա համար այո։ Հենց դրա համար էլ ճնշում է։ Դրա համար եմ ես կարծում, որ հնարավոր է Հնդկաստանի դեմ էլ գործընթացներ սկսեն, որտեվ Մոդին ինքը այն մարդկանցից է, որ լավ գիտի ինչ ասել է գաղութատիրություն բրիտանական եւ ինքն էլ է ուզում իր երկրի համար զարգացում ունենալ։ Իդեպ բրիտանական գաղութատիրությունից ազատագրվելուց հետո Հնդկաստանը բավական լավ աճ ապահովեց։ Հիմա էլ է ուզում ապահովել, բայց ինքը չի կարող, միայն Ռուսաստանն է ունակ այդ համակարգը քանդելու եւ սեփականը ստեղծելու։ Բայց դա լինելու է ոչ թե կանոնների վրա հիմնված Ռուսաստանի օրինակ, այլ միջազգային իրավունքի, որտեղ բոլորը հավասար են, որտեղ գործում է ինքնիշխան հավասարության սկզբունքը, պետությունները հավասար են։ Այնպես որ հիմա ինչով սա կավարտվի, կդիմանան այդ պետությունները, չեն դիմանա, դա այլ հարց է, այսինքն մոտ ապագայում մենք դա կտեսնենք։ Բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանի կողմից բարձրացված այդ ազգային ազատագրական պայքարը համաշխարհային այլևս հաջողության է հասնելու եւ անշրջելի է։ Ինչի, որովհետեւ Ռուսաստանը ունի նորագույն ստրատեգիական միջուկային զինատեսակներ, որոնք դա ապահովելու են։ Այսինքն դա է ստիպելու ԱՄՆ-ին այդ քայլը անել։ Եթե չունենար, ԱՄՆ-ն ոչ մի բան չէր անելու։ Ոչ մի հետ քայլ չէր անի։ Եթե դա չունենար, Ռուսաստանը վաղուց արդեն իր խորքին ծանր հրթիռներով հարվածներ էր ստացել, ինչպես Իրանը ստացավ, ինչպես Վենեսուելան են անում։ Միակ բանը, ինչի օրինակ ՆԱՏՕ-ի զորքեր չի մտնում Ուկրաինա, որտեվ ԱՄՆ-ն արգելում է։ Ասում է, եթե դուք մտնեք, Ռուսաստանը ինձնից է պատասխան ուզելու միջուկային հրթիռներով, արգելում է։ Բայց օրինակ անօթաչու թռչող սարքերով հարվածում են։ Այսինքն Ռուսաստանի նախագահային այդ հարվածելու փորձերը եւ Վենեսուելայի նախագահային գողանալը դա նույն կենտրոնից է կառավարվել։ Հետևաբար այս էսկալացիան մեծանալու է այս տարի, էապես մեծանալու է, էապես ուժային կոմպոնենտը մեծանալու է, քարոզչական կոմպոնենտը սրվելու է, հակառուսական դրսևորումները այդ խորհրդային տարածքում կարգով աճելու են։ Մինչև որ Ռուսաստանը չստիպի ԱՄՆ-ին, ասի դե մի խոսքով վերջացրու, արի նստենք պայմանավորվենք։ Մինչ այդ օրը մենք այդ ամեն ինչը զգալու ենք մեր վրա։ Ուզեմ խոսենք նաև Ալիևի հայտարարությունների մասին։ Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից։ Եվ թվում անվանումը կարող է այլ կերպ լինել, բայց դրանից բովանդակությունը չի փոխվում։ Ըստ էության նորից Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, խոսում է չհայտարարված ցերբերված խաղաղության մասին, պատերազմը պատմական էր անցած տարի եւ դա պատերազմը ավարտվեց անցած տարի մեր եւ Հայաստանի միջեւ, ասում է Ալիևը։ Հայաստանը կարող է դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից, Ադրբեջանի եւ Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ճանապարհները կբացվեն։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Եթե չեմ սխալվում, ինքը նաեւ ասել է, որ աշխարհում միջազգային իրավունքը չի գործում, գործում է ուժի իրավունքը։ Դա ինքը օգտվում է Միացյալ Նահանգների, այսինքն այդ սկզբունքի կիրառման հիմնական պետության գործողություններից։ Ասում եմ, եթե Տրամպը դա անում է օրինակ Վենեսուելայի նկատմամբ, ինչի ես չեմ կարող նույնը անել Հայաստանի նկատմամբ։ Եթե միջազգային իրավունքը չի գործում են կանոնները, ինչ որ մեկի կողմից սահմանված։ Դե ուրեմն Ադրբեջանն էլ կսահմանի իր կանոնները Հայաստանի նկատմամբ եւ փորձում է սահմանել։ Այ միջազգային իրավունքը եթե գերակայություն ունենար եւ չլիներ մեկ պետության կանոնների գերակայություն, այ Ադրբեջանը նման բան հայտարարություններ չէր անի, որտեղ ինքը օգտվում է տվյալ դեպքում Միացյալ Նահանգների գործողություններից։ Եվ քանի որ Ալիևն էլ լավ
երանդով մտավ այդ հակառուսական գործընթացի մեջ եւ այդ այսպես ասենք հակառուսական բռունցքի առաջնորդությունը ինքն է ստանձնում ոնց որ թե արևմուտքի համար դա ձեռնտու է ինչի՞ չէ որ մենակ Հայաստանում են ասում որ արևմուտքի համար Հայաստանը ավելի կարևոր նշանակություն ունի քան Ադրբեջանը այդ մենակ Հայաստանում դες բան կլսեք մենակ Հայաստանում են ասում որ Զանգեզուրյան միջանցք չկա բոլորը ասում են որ կա եվրոպացիները ասում են ամերիկացիները ասում են Ադրբեջանը ասում է Թուրքիան ասում է չգիտեմ ելով մնաց որ չի ասում մենակ Հայաստանում են ասում որ չկա այնպես որ չէ Ռուսաստանը ասում է մենք չենք օգտագործում իրենք նոյեմբերի 9-ի 9-րդ կետով են առաջնորդվում դե հետեւաբար այս վիճակից այս մի պետության կանոններով այս գործելու այդ վիճակից օգտվելու է նաև Ադրբեջանը կասի թե Տրամպը անում է ես ինչի չանեմ մանավանդ որ Տրամպը տարավ Վաշինգտոնում ստորագրեց մի փաստաթուղթ ստորագրել տվեց մի փաստաթուղթ որը Ադրբեջանին ամբողջովին ձեռնտու է դե ուրեմն ինքն էլ կօգտվի այդ ամեն ինչից քանի ԱՄՆ-ը դա անում է ինքն էլ իր կանոններով կանի այնպես որ այդ կողմից էլ այո մենք սպասենք ճնշումների մեծացման ինչի՞ չէ որ քանի դեռ Տրամպը կարողանում է տարբեր պետություններից նախագահներ գողանալ ինչի՞ չէ ընդ որում սա եւս ավարտեմ սրանով եթե Տրամպը կարողանում է նախագահ գողանալ իր նստավայրից ապա Զելենսկին ով է որ իր հրամանները չկատարի որ ասում են Զելենսկին դիմադրում է հակաճառում է չի ենթարկվում Տրամպին դե ոնց չի ենթարկվում այսինքն Մադուրոին գողանալ հնարավոր է Զելենսկուն ստիպել մի բան անել հնարավոր չի այն Զելենսկուն Շատ լավ հիմա գանք մեր իրականություն եւ այսպես Հայրենադավը գցել է տիրադավներին ողորմելին, խղճալիներին, անամոթը անպատկառներին, անբարոյականը բարոյազուրկներին, ճղճիմը չնչիներին եւ դեռ դրան հաջորդում են բացահայտ զինված հանցագործությունները ինչպես Երևանում, այնպես էլ Թալինում։ Տգետները գոնե պատմություն իմանային, որ նման դեպքերը եկեղեցին բազմիցս հաղթահարել է։ Միքայել Սրբազանի խոսքը վերջին օրերի եկեղեցու դեմ իրականացվող այս ոչ միայն օրերին իհարկե վերջի շրջանում եկեղեցու դեմ իրականացվող Փաշինյանի Թալինի համայնքապետերը կլինեն, նախկին ԱԱԾ պետ կլինի, ոստիկաններ կլինեն, օպերներ կլինեն, ՔՊԱ-ականներ կլինեն եւ այդ տիրադավները բնականաբար որ իրականացնում են։ Համեցեք ձեր խոսքը։ Դա էս ինչ որ կատարվում է, սա պատմության համար ակնթարթ է։ Այս ակնթարթն էլ է անցնելու, այսինքն ոչ մեկ իզորու չէ հայրաքելական եկեղեցուն ծնկի բերել, որտեղ կառավարվում է Աստծո կողմից։ Հետևաբար որևէ մեկը իզորու չէ։ Միգուցե այս փորձությունները ավելի եկեղեցուն ավելի պնդացնեն եւ իր շուրջ հավաքված մարդկանց ավելի պինդ եւ ամուր դարձնեն։ Ցանկացած բացասական ժամանակաշրջան գործընթաց երբ որ հաղթահարում ես ինքը իր հետևից բերում է դրական փոփոխություններ նաև ներքին մաքրման ուրեմն գործընթացի է բերում այսինքն այն խանգարող էլեմենտներից որոնք որ կային համակարգը տվյալ դեպքում եկեղեցին կառույցը մաքրվում է դե այնպես որ այս փորձությունները մեզ բաժին են հասել դա պետք է անցնենք այս փորձությունների միջով եւ ավելի ամուր պնդացած դուրս գանք դե այլ տարբերակ չունենք կամ կորցնում ես կամ անցնում ես միջով եւ ավելի պինդ ուրեմն դուրս ես գալիս իդեպ որ ինչ էր ասել ինչ որ Հիսուսի հետ կապված ինչ որ բան էր ասել Գիտեք ինչ մենք չենք պիտի ընդունենք մեր մեղավորությունը եւ պատասխանատվությունը որովհետեւ հիմա ըստ
էության ստացվում է, որ մենք մի շատ կոպիտ սխալ ենք գործել երկար ժամանակ։ Մենք մեր եկեղեցուն մենակ ենք թողել հերձվածի հետ։ Մենք Հիսուս Քրիստոսին իր եկեղեցում մենակ ենք թողել այդ հերձվածի հետ։ Խնդրեմ այսպիսի տոնայնությամբ մենք մենակ չենք, հետո սկսում է գորգորալ, ուղղակի տղա չես Դե լավը չասած փրկենք Հիսուսին։ Ասենք Հիսուսը եկել է որ մարդկությանը փրկի, հիմա պաստորեն Աստծո որդի համբարձվել է Աստծո կողքն է հիմա նստում ու ասենք ոչ թե ինքը մեզ պետք է մենակ չթողի, այլ մենք իրան պետք է մենակ չթողնենք, հա, այսինքն ինքը մեր օգնության կարիքը ունի, հա։ Դե գիտեք, սա այն ոնց ասեմ, ասում եք, դե ու нас прокурор են Շուրիկի արկածների մեջ, չէ, այն Կավկասկая պլենիցայի մեջ, ասում եք, դե ու нас прокурор, ասում եք 6-й պալատը։ 6-րդ պալատի խոսակցությունը։ Այսինքն ամենակարող Հիսուս Քրիստոսը, փրկիչ Հիսուս Քրիստոսին մենք մենակ չպետք է թողենք։ Ներողություն խնդրեց, որ մենակը թողեք։ Հա, այսինքն դե մենք այդքան արդեն այդ մեղավոր մարդիկ այնքան արդեն կանք, որ կարող ենք Հիսուս Քրիստոսին փրկել ինչ որ մի բանից մենակ չթողել, հա։ Դե լավ, սա արդեն իրոք դիագնոզի նմանվող մի բան է։ Իրական արժանապատի սպասավորներին է, այդպես որակում, որ աղանդավորական բանի են վերացել իրենք և ավելին։ Եթե կարելի է ուղղակի այս սույն անձի գրառումները ուզում եք դավանեք, Ռուբեն Ռուբինյանը, կարծում եմ նաև, որ եթե վեհապարի մասին է խոսքը, նա չապաշխարի և շարունակի այս զորբայությունը, նրան պետք է դնել ոչ թե ուղղակի պատվավոր հանգստի, այլ նաև ընդհանրապես հեռացնել առաքելական եկեղեցուց և բանադրել որպես դավաճան շատ ներողություն եմ խնդրում, դավաճան անհանգստի։ Դե այսինքն իրենց արդեն պատկերացնում են Աստծո ընտրյալ եւ Աստծո կողմից ուղարկված ինչ որ մարդիկ որպես եւ համարում են, որ Աստծո անունից կարող են որոշումներ, այսինքն այդ ում պետք է ապաշխարի, Ռուբեն Ռուբինյանին գնա ապաշխարի։ Մարդիկ աղոթում են Քրիստոսին, որ ասենք իրենց հոգու փրկություն ստանան, օրինակ։ Հիմա հակառակն է, հա, այսինքն օգնության կարիք ունի Քրիստոսը, մենք էլ պետք է գնանք, չգիտեմ, Ռուբեն Ռուբենյանին կամ ինչ-որ մեկին ապաշխարենք կաթողիկոսը, որ ասենք իրենց կարծիքով մեղքեր է գործել։ Դե ով է նման Դե ինքը իրենք ուզում են նախադեպ ստեղծել, այսինքն որպեսզի կաթողիկոսի անձը չդիտարկվի որպես անձնմխելի ինչ որ մի անձ, որին որևէ ձևով թիրախավորել չի կարելի։ Իրենք փորձում են քարոզչական առումով իջեցնել, ինչպես դուք ասացիք, այսպես դավաճանի պիտակով կամ նման պիտակներով օժտված անձի մակարդակի, որ հետո ստեղծեն դրա շուրջ հասարակական կարծիք եւ հետո որ ուզենան գործողություն անել իր դեմ, հասարակական կարծիքը չընդվզի։ Այսինքն իրենք ընդհանուր ժողովրդի մեջ փորձում են իր ստատուսը, կաթողիկոսի ստատուսը իջեցնել որպես ընկալման առումով։ Այդ է նպատակը, այդ կոշտ գործելավոճի նպատակը դա է։ Մեկը կար չէ, որ ասեց քարով պիտի խփենք, որ ասեց սատկացնենք։ Այսինքն այդ պատահական չի ասել եւ պատահական չի, որ իր նկատմամբ ոչ մի քրեական գործ չկա։ Բա որ հանկարծ ինչ որ Աստված չանի, մի հատ այնց աննորմալ գտնվի։ Այսինքն այդ նախադեպ են ուզում գեներացնեն, ստեղծեն։ Դե տեսնում են կամավոր չի գնում, վրան ոչ մի բան չկա, չեն կարողանում ստիպել, դե մնում է մեկ այլ նման ֆիզիկական ներգործության ճանապարհով։ Այն 10 թվին փորձում են, չէ՞, բրթեին ուզում են հրեին գցեին ձորը։
չստացվեց։ Այդ կադրերը կա։ Դե հիմա եթե չի ստացվում կամավոր ստիպել որ գնա, ուրեմն ինչ որ ուժային մեթոդներ պետք է կիրառեն։ Հիմա մտնել ԱԱԾ-ով ձերբակալել, դա էլ դրանից են վախենում։ Մնում է մի աննորմալի այնքան այդ հայտարարություններով մի աննորմալի գտնեն, թեկուզ հատուկ չանեն, բայց գեներացվի ինչ որ մեկի գլխում, հիվանդագին ինչ որ մեկի գլխում առաջանա նման, ասենք, ցանկություն ֆիզիկապես դա անել, օրինակի համար։ Եվ կարող է եւ անի։ Այսինքն այդ կոշտ հռետորաբանության իմաստը դա է դրթել ինչ որ մեկին, ստեղծել պայմաններ, որ ինչ որ մեկի գլխում այդ ամեն ինչը ծագի։ Այնպես որ սա շարունակվելու է, քանի որ սա ներհայաստանյան process չի եկեղեցու դեմ պայքարը, սա ուղղափառության դեմ պայքար է, ասել եմ մի անգամ։ Հետևաբար ԿՊ-ն չի որոշում շարունակի թե կանգնեցնի այս պատերազմը։ Ինքը չի որոշում։ Հետևաբար սա արևմուտքի պայքարն է ուղղափառության դեմ, ինչպես Ուկրաինայում է կատարվում, ինչպես Մոլդավիայում այդ նույն գործընթացները այնտեղ են կատարվում։ Ձերբակալություններ, հետապնդումներ, հողերն են ձեռքից խլում, եկեղեցիներն են եկեղեցու ձեռքից վանքերն են խլում եւ այլ եւ այլ։ Իսկ նույն process-ները այնտեղ են կատարվում։ Հետևաբար այս գործընթացը նույն կենտրոնից է, ուրեմն չի դադարելու։ Այն ավելի է ուժ գնանալու, իրենք նայելու են, հաշվելու են։ Այս ձևով չստացվեց, փորձել են այլ ձևով անել։ Այս մեթոդը չաշխատեց, այլ մեթոդ են փորձելու։ Քարոզչականով չստացվեց, ուժային կփորձեն, ուժայինով չստացվեց, ինչ որ այլ մեթոդներ կհորինեն։ Այսինքն սա կանգ չի առնելու։ Եթե մտածում ենք, որ այս, ինչ որ պատարակի ժամանակ այսպես կոչված քիչ մարդ եկավ, վերջին դրանով հիասթափվելուն եւ չեն շարունակելու, ոչ սխալվում եք։ Ուզենայել չի կարող Փաշինյանը հետ քայլ անել։ Իրավունք չունի հետ քայլ անելու։ Եթե նույնիսկ տեսականորեն մտածենք, որ գլխում առաջանա միտք, որ արելավ դադարեցնեմ այս ամեն ինչը, չի կարող անել, իրավունք չունի։ Ինչպես Զելենսկին իրավունք չունի անելու, նենց ինքը իրավունք չունի։ Իրան տված չի այդ իրավունքը։ Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, որտեղ ուղղափառության դեմ այս համաշխարհային պատերազմը շարունակվելու է, մինչև ինչ որ մեկի հաղթանակը։ Բայց ես չեմ կարծում, որ ուղղափառությունը կպարտվի, որովհետև դրա շարժիչ ուժը ռուս ուղղափառ եկեղեցու հետևում կանգնած է Ռուսաստան պետությունը իր միջուկային զենքով։ Եվ վերջին հարց, կարծում դուք տեսաք Խաչատուր Սուքեսյանի երեկվա ագրեսիվ պահվածքը ձեզ ինչով է պայմանավորված։ Գիտեք, սովորաբար երբ որ մարդուն ինչ որ հարց են տալիս, ինքը ագրեսիվ է պատասխանում, ուրեմն իր ներսում իրեն մեղավոր է զգում, որտեվ եթե ինքը մարդ վստահ է իր արած գործերում եւ քայլերում, ասածում, ինքը հանգիստ է խոսում, ինքը ագրեսիվ չի լինում։ Ագրեսիվությունը ցույց է տալիս, որ ասենք մարդը գիտի, որ վատ բան է անում, բայց անում է, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ Սովորաբար ագրեսիվությունը դրա մասին է խոսում։ Նշանակում է, որ իրենք համոզված չեն իրենց արածի ճշմարտացիության մեջ։ Ուղղակի իրենք մտել են մի process-ի մեջ, որից դուրս գալ չեն կարող։ Նույնիսկ եթե շատ էլ ուզենան։ Այսինքն միգուցե իրենք էլ են ուզում այդ process-ի մեջ մտնեն, բայց դուրս գալ էլ չեն կարող։ Այսինքն իրենք չեն այդ process-ի կառավարիչը, որ մի հատ էլ դուրս գան։ Այնպես որ իրենք սխալ են, այսինքն իրենք ներսում գիտեն, որ իրենք սխալ են, եւ այդ ագրեսիվությունը պայմանավորված է հենց դրանով։ Հակառակ դեպքում իրենք հանգիստ վստահ կլինեն իրենց ասածներում եւ կարիք չեր լինի նույնիսկ այդ ագրեսիվ, այսպես ասենք, տոնով խոսել։ Այս ժամանակահատվածը պետք է դիմանանք, խրամատը պահենք, մինչև որ այդ մեծ գործարքը եւ մեծ ռազմավարական պայմանավորվածությունը, որը կլինի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև տեղի կունենա։ Իսկ այդ պայմանավորվածության շրջանակներում դադարեցվելու է նաեւ ուղղափառության դեմ պատերազմը։
որտեղ դա լինելու է Ռուսաստանի կարմիր գիծը, որ ուղղափառության դեմ պատերազմը պետք է դադարեցվի։ Իսկ դա դադարեցնողը մի պետություն է, Միացյալ Նահանգներ։ Իսկ նա պետք է Վաշինգտոնից պետք է զանգ ստանան Ուկրաինայում, Մոլդավիայում, Հայաստանում եւ այլ տեղերում եւ ասեն վերջ։ Մենք պայմանավորվել ենք, ուղղափառության դեմ պատերազմը վերջացավ, դադարեցվում է, ռուսների հետ գնում ենք հաշտության։ Բայց սրան այս պահը պետք է հասունանա։ Մինչև հասունանալը պետք է դիմանանք